Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք խոսելու ենք հայ-ռուսական հարաբերություններից։ Անցնող ուրեմն շաբաթների, ամիսների ընթացքում բավականին լուրջ զարգացումներ եղան, որպես կանոն բացասական բնույթի զարգացումներ եղան հայ-ռուսական հարաբերությունների մեջ, եւ շատ հաճախ ես նկատում եմ, որ երբ որ լինում են հայտարարություններ, լինում են այսպես գործողություններ, մեզանում երկու ուղղությամբ էլ, հա, եւ դրական եւ բացասական, միանգամից ինչ-որ տակ գլխություն է առաջանում, որ բան անենք եւ այս ուղղությամբ եւ այն ուղղությամբ վերջնական որոշումներ կայացնենք, հարցեր լուծենք, գրանք առաջ եւ այլն եւ այլն։ Մենք ձեր պետք է ֆիքսենք, որ հայ-ռուսական հարաբերությունները մեր պետության ապագայի ճակատագրի եւ բովանդակության համար ունեն առաջնակարգ նշանակություն։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ 1 առևտրատնտեսական պարտները, Հայաստանը շարունակում է մնալ բոլոր ինտեգրացիոն գործընթացների անդամ, որոնք ժամանակին նախաձեռնել է Ռուսաստանը, այո, կա, դա ակնհայտ է, որ կա քաղաքական ճգնաժամ, այո, Հայաստանը ունի իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու եւ իր կախվածությունները դիվերսիֆիկացնելու քաղաքականություն, եւ դա միակ ճիշտ քաղաքականությունն է փոքր պետության համար, այդտեղ հարցը լինել չեն կարող, բայց նաեւ մենք այնպես իրավիճակում չենք, որ կարողանանք ուղղակի, գիտեք, այսպես արհամարել կամ թեթև վերաբերվել այս հարցերին։ Այս հարցերով այսօր կունենանք քննարկում Թաթուլ Հակոբյանի հետ, Անի կենտրոնի հիմնադիր, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Հայկ Գևորգյանի հետ, տնտեսական մեկնաբան, ԱԺ նախկին պատգամավոր, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, սկսենք ձեզանից, մենք ձեզ հետ պարբերաբար այս թեմայով հանդիպումներ ենք ունենում, խոսակցություններ ենք ունենում եւ անքննելի է այն դիտարկումը, որ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես օրինակ մենք ձեր հետ մի անգամ քննարկել ենք, նաեւ հայ-թուրքական հարաբերությունները ունեն բեկումնային նշանակություն, ճակատագրական նշանակություն Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար, սա փաստ է։ Եվ գիտեք, ճնշումներ, այսպես լարվածություններ, տարբեր փուլերում իրար փոխարինող, իրար հաջորդող լինում են, լինելու են, ինչպես վերաբերվել այս հարաբերություններին։ Մենք կարանք սրան վերաբերվենք որպես խոչընդոտ մեր պետության զարգացման ճանապարհին եւ ուրեմն արմատախիլ անելու տրամաբանության մեջ։ Թե մենք ամեն դեպքում սրա հետ պետք է վերաբերվենք որպես եղելություն մեր տարածաշրջանում, որ այդ մենք ուզենք թե չուզենք պետք է կարողանանք հարաբերվել եւ պետք է լեզու գտնենք։ Ճիշտ այնպես ինչպես Թուրքիայի հետ։ Գիտեք, եթե ես կարողանայի ունենալ ուրիշ Ռուսաստան, կասեի եկեք այդ ուրիշ Ռուսաստանի հետ խոսենք։ Ինչպես եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Այո, տվյալ դեպքում քանի որ Ռուսաստանի մասին է խոսքը, այնպես որ ունենք այն Ռուսաստանը, ինչ որ ունենք, բայց մի քանի ուզում եմ շեշտադրումներ անել, որպեսզի մեզ դիտողները մեզ լավ մասնավորապես իմ խոսքը ճիշտ հասկանան։ Առաջին, հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված այսօրվա ճգնաժամի պատճառը Ռուսաստանում է, որը չկատարեց իր գործընկերային պարտավորությունները երկկողմ եւ բազմակողմ մակարդակում։ Մի կողմ եմ թողնում, որ մենք սխալ ենք արել, որ ձվերը նույն զամբյուղի մեջ ենք դնել, դա մի կողմ եմ թողնում, սա պարզ է, որպեսզի մարդիկ չմտածեն, որ ես Ռուսաստան եմ պաշտպանում։ Երկրորդ բանն եմ ուզում ասել, կարող է զավեշտալի հնչի, բայց Խորհրդային Միությունը դեռ չի փլուզվել, ինչպես չի փլուզվել Ռոմանովների Ռուսաստանը եւ այն շարունակվում է այսօրվա Ռուսաստանի միջոցով, այսինքն մենք գործ ունենք կայսրության հետ եւ եթե ուշադրություն ենք դարձնում 19-20-րդ դարերում բոլոր կայսրությունները փլուզվել, կործանվել են, մնացել է միայն ռուսական կայսրությունը Ռուսաստան անունով։ Երրորդ մի բան եմ ուզում նշել, որ մեր կողմից սխալ թույլ տրվեց։ Իհարկե դա կարելի է այդքան ուշադրություն չդարձնել, խոսքը Զելենսկու Ուկրաինայի նախագահի այցի մասին է, հետեւյալ կոնտեքստում պարոն Զելենսկին գիտի ում հետ գործ ունի, նա նաև գիտի թե Հայաստանը ում հետ գործ ունի եւ պետք է նրան դիվանագիտական խողովակներով ասել, որ պետք չի Հայաստանի տարածքը օգտագործել նման հայտարարությունների համար, որտեղ Հայաստանը այն երկիրը չէ, որտեղից այսինքն այդ դիվանագիտական այդ շռայլությունը մեր համար պետք չէր անել։ Ես այդպես եմ մտածում եւ ամենակարևորը եվրոպական այդ երկու գագաթաժողովների օրերին ես Երևանում չէի եւ գյուղից էի հետևում եւ իմ սենյակում միացրած էր BBC-ն եւ անդադար Զելենսկուն էին ցույց տալիս եւ տպավորություն ունեի, որ այս գագաթաժողովը Զելենսկու մասին է։ Այսինքն ինչ որտեղ Զելենսկին ոնց որ այդ գագաթաժողովը
մի տեսակ երկրորդ պլան մղեց եւ իր այդ օրակարգը առաջ տարավ։ Ես կարծում եմ մենք այդտեղ նաեւ մի փոքր պետք է դիվանագիտական խողովակներով այդ ուղերձները իրեն հասցնեին։ Սա որպես մեկնարկ կապված նրա հետ Ռուսաստանի հետ պետք է աշխատել, դիվանագիտության տեղ կա, հասկանալի է, որ Ռուսաստանը այս ամեն ինչին շատ կոշտ է արձագանքելու եւ ես կարծում եմ ընտրություններից հետո մենք ավելի հասկանալի պատկեր կունենանք եւ Հայաստանից, անկախ նրանից ով կլինի իշխանություն, այսինքն Փաշինյանն ու թիմը կմնան թե չեն մնա, երկու դեպքում էլ եւ նաեւ ռուսական կողմից եւ այս ուղղությունը մենք կտեսնենք եւ Հայաստան ԵՄ հարաբերություններում եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, բայց կա ճգնաժամ, խորը ճգնաժամ, լավ է որ վերջին օրերին հայկական կողմից չի թունավորվում, դա չափազանց կարեւոր է եւ պետք է ճիշտ բառապաշար օգտագործել եւ ամեն անգամ բառապաշար օգտագործելուց առաջ մի անգամ ուղղակի նայենք քարտեզին, տեսնենք Ռուսաստանը մեզանից քանի անգամ ամեց եւ մենք որտեղ ենք ու ըստ դրա մեր քայլերը կատարենք, որովհետեւ գիտեք, հիմա նաեւ բանը հնչում ասում են դե եթե Ռուսաստանը ասենք Լարսը փակում, մենք գիտենք ինչի համար է, չէ՞, փակում։ Մենք էլ եկեք իրանց ապրանքների նկատմամբ այդպիսի բաներ անենք։ Գիտեք, մեր ինչ որ բան անել Ռուսաստանին ոչ մի բան չի փոխի։ Ռուսաստանի տնտեսությանը, բայց իրենց արածը կարող է մեր տնտեսության շատ վնասներ տալ։ Այնպես որ պետք է շատ սառը գլխով, ոչ էմոցիոնալ եւ ճշգրիտ որոշումներ կայացնել։ Ես մի բան կուզեմ հավելեմ, հետո կփոխանցեմ ձեզ խոսքը, պարոն Գևորգյան։ Գիտեք, ես կարծում եմ, որ ներկայիս ճգնաժամը սկսվել է, դուք շատ իրավաց եք, երբ խոսում եք նրա մասին, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունը եւ դա այսպես ֆորմալ մեկնարկետն էր ընթացիկ ճգնաժամի, բայց ես կարծում եմ դա ամեն դեպքում սիմպտոմն է, ոչ թե հիվանդություն։ Իսկ հիվանդությունը Ռուսաստանի հետ գաղութային քաղաքականությունն է ստաճաշրջանում եւ իմաստնավորի Հայաստանի նկատմամբ։ Տեսեք, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Ռուսաստանը կայսրություն է, շարունակում է լինել կայսրություն եւ ինքը շարունակում է դիտարկել Հայաստանը հենց գաղութային օպտիկայով, նվալ դեպքում հետ գաղութային օպտիկայով եւ հիվանդությունները կամ խնդիրը այստեղ է։ Բոլոր մնացած հարցերը այս մոտեցման, այս վերաբերմունքի արդյունք են։ Ընդ որում մի բան հետաքրքիր է։ Ըստ էության հետ սովետական տարածքում այսօր կա միայն մեկ պետություն, որը արդյունավետ ձևաչափ է գտել աշխատանքի Ռուսաստանի հետ, որ ոչ լինի պատերազմի մեջ Ռուսաստանի հետ, ոչ լինի այդ հետ գաղութային օպտիկայի մեջ, դա Ուզբեկստանն է։ Ուրիշ պետություն ըստ էության չկա։ Եթե չենք հաշվում իհարկե Բալթիկ երկրներին, որոնք որ շատ շուտ եւ շատ արդյունավետ ոնց է իրանց օպերայից դուրս եկան, ապա մնացած բոլորի դեպքում կամ կա կոնֆլիկտ, կամ կա այդ գաղութային օպտիկան։ Համեցեք։ Ես մի քիչ համաձայն չեմ, որ Զելենսկու ելույթը կամ Զելենսկու այցն է եղել պատճառը, ուղղակի առիթ։ Հա, առիթ, իհարկե։ Եթե Զելենսկին չգարել, հայտարարություններ չանել, միևնույնն է ինչ որ այս նույն պատկերը գուցե մի քիչ ավելի այսպես մի քիչ մեղմ գույներով, բայց նույնը շարունակվել է, սա Զելենսկու հետ կապ չունի։ Դա ընդհանրապես առիթ է, իսկ պատճառը ավելի խորն է։ Ռուսաստանը շատ խանդով է վերաբերում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, չնայած Հայաստանը ակնհայտ է մեզ համար, գոնե որ մենք ներսում ենք, չէ՞, մենք հասկանում ենք, որ մենք չենք գնում թշնամանալու Ռուսաստանի հետ, ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերություններ պատշաճ, նորմալ, բարեկամական հարաբերություններ պահպանելով հանդերձ, մենք ուղղակի ուզում ենք մյուսների հետ էլ, այսպես կոպիտ ասած, բարեկամություն անել, հա։ Այնպես որ այստեղ կարող ենք խոսել առիթների համար, պատճառները շատ ավելի խորն են ու շատ ճիշտ նկատեց Թաթուլը, որ այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ աշխարհի միակ կայսրությունը, որը դեռ պահպանվել է ու այսպես շատ տհաճ բան է գալիս իրանից, հա, այսպես հովեր են գալիս այդ կողմից, որ այդ կայսրությունը չի կարող 21-րդ դարում նման կայսրություններ երկար կյանք չեն կարող ունենալ, հա, ու Հայաստանը ուղղակի այդ պահին հայտնվել է այդ ոնց որ ոչ համապատասխան վայրում, այսպես ոչ վատ պահին վատ վայրում։ Այո, վատ պահին վատ վայրում, բայց ես էլի գուցե մասամբ համաձայնվելով Թաթուլի հետ կարող եմ արձանագրել ու շատ մեծ հավանականություն եմ տեսնում, որ
հունիսի 8-ին միանգամից կգնա լիցքաթափում, որովհետև չեն լինելու հետընտրական process-ներ, ընտրությունների արդյունքները կարծում եմ բավականին պարզ են եւ Ռուսաստանին մնում է միայն համակերպվել ու չկորցնել այն ազդեցությունը, որը նա դեռ ունի։ Ռուսաստանը այնպես չի, որ կորցնելու բան չունի Հայաստանում, հա, բավականին, այսպես շոշափելի, գոնե զուտ, այսպես ցուցադրական ներկայություն Հայաստանում ունի առանց մեծ իր ազդեցությունը կարող փոքրանա, բայց այնուամենայնիվ նա կմնա որպես, չգիտեմ, Հայաստանում ներկայացված որևէ տերություն։ Այնպես որ իմ խորին համոզմամբ հունիսի 8-ից հետո կգնա հարաբերությունների լիցքաթափման, այդ ռիտորիկան կտրուկ կմեղմանա եւ դա շնորհիվ նրա նաեւ որ հայկական կողմն էլ չի գնալու սրելու, երբեք կարծում եմ չի գնա սրելու եւ կշարունակի փորձել, այսպես այո, հենց այդ ոչի մեջ ինչքան են դարձել նորմալ հարաբերություններ, հորիզոնական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Իրեք կառուցվածքային իմաստով ես ավելացնեմ, կառուցվածքային իմաստով հայ-ռուսական հարաբերություններում շատ բան չի փոխվել։ Եվ նույնիսկ թղթի վրա մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, այո, դաշնակիցներ ենք, շատ ճիշտ եք ասում, մենք հապկում ենք, մենք ԵԱՏՄ-ում ենք, ԱՊՀ-ում ենք, մեր հիմնական թիվ 1 գործընկերն է, ռուսական ռազմական ներկայությունը առնվազն 2 մակարդակով Հայաստանում կա, այս ամեն ինչը կա, բայց ես կարծում եմ, որ մենք այլևս Եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, մենք այլևս հայ-ռուսական հարաբերությունները արդեն անցել են այդ անդառնալիության կետը, այլևս նախկինը չեն լինելու։ Այսինքն այդ կետից սկսած հայ-ռուսական հարաբերություններում բովանդակային փոփոխություններ են լինել, բովանդակային փոփոխություններ են տեղի ունենալու։ Իսկ ինչու են իրանք անդառնալիության կետը ըստ ձեզ անցել, որ պատմական իրադարձությունն է անցկացրել դրանց պատմական անդառնալիությունը։ Դե ես նկատի ունեմ, եթե մենք չունենանք ես կարծում եմ որ չենք ունենալու, եթե մենք չունենանք սեպտեմբերի 3-ի մի հատ էլ գիշեր, դա արդեն անդառնալիության կետի անցնելն է։ Ինչ նկատի ունեմ Թաթուլ, ես կարծում եմ որ հայ-ռուսական հարաբերությունները անդառնալիորեն փոխվել են ամենառաջին այն պատճառով, որ փոխվել են մեր անվտանգային միջավայրը։ Չկա Ղարաբաղյան հիմնահարց այլևս, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը շատ արագ գնում է առաջ, հայ-թուրքական կարգավորման գործընթացը շատ արագ գնում առաջ եւ այն էգզիստենցիալ վտանգը, որի մեջ որ մենք մեզ անընդհատ զգում ենք եւ մեզ պետք էր մի հատ ռուսական այսպես պաշտպանիչ շերտ, այսպես ասենք, հիմա առնվազն սրությունը այդ հարցի մեջ այլևս չկա։ Ինձ թվում է, որ ամենամեծ փոփոխությունը հայ-ռուսական հարաբերությունների մեջ ստեղ է եղել։ Այն իրենց հիմնական գործիքը, որը որ իրանք վերջին 200 տարվա մեջ մեզ ասում էին, մենք գնանք թուրքերը ձեզ կուտեն, հիմա այլևս չի աշխատում։ Որ մի հատ այդ նորից գործիք ստեղծեն, Աստված մի արած։ Կարող ստեղծեն։ Հիմա ես դրա համար ուզում եմ ասել, որ այո, այդ կոնֆլիկտը չկա, բայց իրանք կարող են ստեղծել նոր կոնֆլիկտ։ Դրա մասին է խոսքը։ Հիմա ես ընդհանրապես ուզում եմ ձեր արձանագրել։ Մեկ բան էլ ավելացնեմ, ձեր ասածին +1 բան։ Այս անվտանգային միջավայրը կփոխվի, ու ես միշտ մտածում եմ ինչու այդ քայլը չի արվում, այն պահից եւ որ Թուրքիան բացի սահմանը, դա է լինելու։ Ես հայ-ադրբեջանական սահմանը այդքան չեմ կարևորում, իհարկե կարևոր է, բայց հայ-թուրքական սահմանի, որովհետեւ կառուցված այդ վախերը, այդ քաղաքականությունը, չէ, որ թուրքերը կմտնեն մեզ կուտեն, այդ որ դուրս կա մեջտեղից, ես կարծում եմ այդ ժամանակ շատ բան կփոխվի։ Մենակ մի բան հավելեմ, որ ասում եք որ ռուսները կարան այստեղ նոր կոնֆլիկտ ձևավորեն, տեսականորեն գործնականում հիմա դա չի երևում որ իրանք կարան, որովհետև ոչ մեր արևելյան հարևանը, ոչ մեր արևմտյան հարևանը ամեն դեպքում ռուսական քաղաքականության անուղեղ գործիքը չեն։ Դրանք պետություններ են, որոնք ունեն իրենց շահերը եւ իրենց հետաքրքրությունները, եւ այն խոսակցությունները, որոնց մեջ հիմա Հայաստանը մտել է, այդ թվում նաեւ օրինակ TRIP-ի միջոցով, ելնում են այդ պետությունների շահերից։ Այնպես որ այո, բնական է Ռուսաստանը որպես կայսրություն տեսականորեն կարող է գեներացնել նոր կոնֆլիկտ, օրինակի համար այս անգամ Հայաստանի տարածքում։ Այս դա եմ ասում։ Բայց եթե մենք գործնականում ենք խոսում, դա անելու ամենահնարավոր տարբերակը Հայաստանից դա անելն է, ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Այս պահին Թուրքիայի սահմանի բացումը անշուշտ սարսափելի մեծ նշանակություն ունի, սարսափելի լավ իմաստով, ահավոր մեծ նշանակություն ունի, նաև հոգեբանական առումով, ոչ միայն տնտեսական։ Տնտեսականը ավելի ուշ կգա, որովհետև մեր տնտեսությունը, մեր բիզնեսը
սովորա որ գնում է տրորված ճանապարհով, այսինքն նույն ապրանքը, որը կարող ես վաճառել Եվրոպայում, դու միևնույնն է տանում ես Ռուսաստան վաճառելու, ինչի որովհետև մի զանգով գտնում ես տեղափոխողին, մի զանգով գտնում ես գնորդին, գալիս են ապրանքը տանում են, քո գումարը ստանում ես, շարունակում ես բիզնեսը։ Նույն մեխանիզմը իհարկե կա նաև Եվրոպայում, կա գուցե կա նաև Թուրքիայում, կան արաբական երկրներում, բայց այդ արահետը դեռ տրորված չի։ Այդ առումով Թուրքիայի սահմանի բացումը կլինի այն կետը, երբ որ բիզնեսը կսկսի արդեն լրջորեն դիտարկել եվրոպական շուկան։ Հիմա լրջորեն չի դիտարկում, չնայած մեր վերջի 3 ամսվա տվյալներով, այս տարվա առաջին 3 ամսվա տվյալներով Եվրամիության երկրների հետ մեր արտահանումը 7-8%-ից ընդհանուրի մեջ աճել է մինչև 15%, այսինքն մոտավորապես կրկնապատկվել է, հա։ Բայց մեծ անկումից հետո դա էլ նշենք։ Անկում է եղել, այո, անկում է եղել, բայց հիմա գնալով ոնց որ վերականգնվում է, այստեղ մի քիչ այդ եթե անցնում ենք արդեն տնտեսական հարաբերություններին, եթե արդեն հա տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ մի քիչ ավելի շատ, ինչպես ասեմ, բոբո ենք սարքել այդ խնդիրը, քան իրականում կա, ինքը իրոք մեծ խնդիր է, ինքը լուրջ խնդիր է, բայց այն աստիճանի չի, ինչ որ հիմա ներկայացվում է։ Հայաստանի արտաքին առևտրի 35%-ն է մոտավորապես ընկնում Ռուսաստանին, որի մի շատ զգալի մասը դա այդ վերարտահանումներն են, տեղափոխումներն են, դրանք որևէ կերպ ոչ համախառն ներքին արդյունքի վրա, ոչ հարկային մուտքերի վրա ազդեցություն չեն թողնում։ Այսինքն դա հանելով իր 35%-ը այդ չափաբաժինը զգալիորեն նվազում է։ Նվազումը կարող է նվազել նաև այն ապրանքների մասով, որոնք այսօր արտահանվում են Ռուսաստան, բայց շատ հանգիստ կարող են վաճառվել նաև Եվրոպայում։ Մենք հսկայածավալ այդպիսի ապրանքներ ունենք ի տարբերություն ի հեճուկս են պնդումների, որ հայկական ապրանքը ուրիշ ոչ միտեղ չի վաճառվի, ոչ մասնավորապես ասենք գյուղատնտեսության ոլորտում եմ ես հիմա աշխատում ու ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներով արտադրված մեր ապրանքը մրցունակ է նաև Եվրոպայում, մրցունակ է նաև արաբական երկրներում, այնպես որ այս խնդիրները կարող են առաջ բերել այն մոտիվացիան, որպեսզի նմանատիպ ապրանքները արդեն արտահանվեն այլ երկրներ, իսկ մյուսներին, որոնք դեռ չեն համապատասխանում եվրոպական կամ համաշխարհային ժամանակակից չափանիշների, փոխվեն դրանց որակը, մեծանա քանակը եւ այլն եւ այլն։ Այնպես որ ես չեմ տեսնում այստեղ շատ մեծ այսպես անլուծելի ինչ որ խնդիր ժամանակներ, որը որոշակի խնդիրներ առաջանալու են։ Ու այս հենց այսօր էլ, եթե հենց այս պահին մենք գնանք վերին Լարս, մենք կտեսնենք ընդհանրապես մի քանի տեսակ ապրանքների սահմանափակումներ։ Ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառությունը չի կանգնել։ Նրանք գնում են, կարող է նվազել են 10%-ով, չգիտեմ, 15%-ով, 5%-ով, չգիտեմ, վերլուծությունն է պետք անել, բայց այդ ապրանքափոխանակությունը դեռ շարունակվում է։ Պարոն Գևորգյան, իսկ ներկրումներն էլ նույն կերպ շարունակվում են, բայց այստեղ կա կախվածությունները նկատի ունեն։ Կախվածությունները, նայեք, օրինակ մենք ասում ենք, չէ, օրինակ ռուսական կողմը պնդում է, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գա Հայաստանը, տենց խնդիրներ կառաջանան բազմաթիվ ապրանքների մասով, բայց օրինակ շատ բարձ օրինակ բերեմ, օրինակ շաքարը մենք գնում ենք ԵԱՏՄ երկրներից, այսպես կոչված, բայց հիմնականում Ռուսաստանից սպիտակ շաքար, հա, եւ ԵԱՏՄ-ի բոլոր երկրները ենթարկվում են այդ կանոնին։ Լոնդոնի բորսայում շաքարն արժի $430, Մոսկովյան բորսայում արժի $730։ Մենք որպեսզի երրորդ երկրից շաքար ներկրենք, պիտի վճարենք մոտավորապես $270 թե $300 կարգի տուրք, որպեսզի հնարավորություն ունենանք այլ երկրից ձեռք բերելու։ Այսինքն
մեր համար ոչ միայն ապրանքների թանկացում է սպասում, այլ որոշ ապրանքների նաև էժանացում, կոչվում են զգայուն ապրանքներ, որոնք եթե դուք փորձում եք ներկրել ոչ ԵԱՏՄ երկրներից, պիտի հսկայական տուրքեր վճարեք, որպեսզի կարողանաք ներկրել։ Մեդալ ունի երկու կողմ։ Իհարկե անհամեմատելի են դրանք, օրինակ գազի մասով, բայց գիտեք, էլի ձվերը մի զամբյուղում դնելու խնդիր է, հա, այստեղ միայն Ռուսաստանից գազ ստանալ, und որում մենք հիմա ստանում ենք խողովակաշարային գազի այն ծավալը, որը Ռուսաստանը վաճառում է խողովակներով, դա 50 միլիարդ է խորանարդ մետր, մենք գնում ենք դրա 2 միլիարդ, այսինքն այնքան էլ քիչ չի, այդքան փոքր երկիր լինելով 4%, բավականին 4% քիչ չի Ռուսաստանի համար։ Չէ, ուզում եմ ասեմ ինքը կարող ուրիշ տեղ էլ վաճառի դա։ Հա, չէ, խնդիր չի, կարող է դա չնկատի էլ, բայց այնուամենայնիվ մենք բավականին այսպես զգալի ենք, երևում ենք այդ բան, բայց մենք շրջապատված ենք գազ ունեցող երկրներով, վաղ թե ուշ այդ դիվերսիֆիկացիան պիտի արվեր, պիտի վաղ թե ուշ իրականացվեր այդ դիվերսիֆիկացիան բոլոր մյուս ոլորտներ, ոչ միայն էներգետիկ, մենք ուշացել ենք, մենք շատ ենք ձգձգել, մենք կամ հնարավորություն չենք ունեցել դա իրականացնել, որովհետև ցանկացած քայլ էներգետիկ դիվերսիֆիկացիայի Ռուսաստանի կողմից նույն խանդով էր, նույն խանդն էր առաջացնելու։ Եթե կհիշեք, երբ որ կառուցվում էր Իրան-Հայաստան գազամուղը, նախ դա 1200-ից իջավ 70 մմ, 700 միահարողություն, 1200-700 մմ, ու բացի այդ, այն հատվածը Մեղրիից մինչև, եթե չեմ սխալվում, Վայոց Ձոր հատվածը, որը նոր կառուցվեց, որպեսզի իրանական գազը հասնի Հայաստան, անմիջապես ձեռք բերվեց Գազպրոմի կողմից։ Անհասկանալի ուղղակի ներդրում էր, փող ծախսեց, որպեսզի դա առնի, բայց որևէ տնտեսական բան դրա մեջ չկար, ինքը իր ունեցած լիցենզիայով միևնույն է պիտի իրականացներ այդ գազի տեղափոխումը եւ բաշխումը Հայաստան, բայց ինքը մի հատ էլ գումար տվեց, որպեսզի իր անունով լինի, իր սեփականությունը լինի, մի քիչ անհասկանալի տնտեսական, զուտ քաղաքական բան էր։ Պարոն Գևորգյան, եւ այս թեմայով մի հատ էլ հարց, այս առևտրային պատերազմները իսկ այլկերպ դա անվանել հնարավոր չի, էլի, եթե սկսում է օգտագործվել այդ ներկրման, արտահանման, սահմանափակումներ, պատժամիջոցներ եւ այլն եւ այլն, էլի։ ԵԱՏՄ ռեգուլյացիաների տրամաբանության մեջ ինչքանով են օրինական 1 եւ երկրորդը, եթե հիմնական պետությունը ԵԱՏՄ մեր հետ մտնում է ըստ էության առևտրային պատերազմների մեջ, ինչքանով է տրամաբանական շարունակում մնալ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ընդհանրապես։ ԵԱՏՄ-ի կանոնակարգը եթե նայեք, իրոք որևէ խնդիր չեն կարող առաջացնել այդ առումով։ Դրա համար իրանք ոչ թե ասում են մենք ձեր, չգիտեմ, ծիրանը չենք ընդունում։ Իրանք ասում են ձեր ծիրանի մեջ կա ինչ որ մի հատ դինոզավր, որը կգա մեզ բոլորիս կուտի։ Դրա համար մենք փակում ենք այդ սահմանը։ Որևէ այլ պատճառաբանություն լինել չի կարող, որովհետեւ դրա համար այրանց նախագահ ֆիտոսանիտարական բաներից խոսում, որովհետեւ եթե པարզ ձևակերպենք, Հայաստանի տնտեսական տարածքը, Ռուսաստանի տնտեսական տարածքը, Ղազախստանի տնտեսական տարածքը, Բելոռուսի տնտեսական տարածքները միևնույն սահմանի մեջ են, այսինքն ոնց որ օրինակ, չգիտեմ, Արիոլի շրջանը ու Վոլգոգրադի շրջանը, այսինքն Արիոլից ապրանքը տեղափոխել Վոլգոգրադ նույնն է, ինչ որ Հայաստանից Ռուսաստան, Ղազախստանից Ռուսաստան, որևէ տարբերություն ձևակերպումների մեջ լինել չի կարող։ Դրանք ոչ մաքսատուրքերի ենթակա, ոչ այլ հարկերի եւ տուրքերի այդ իմաստով ուղղակի աբսուրդ է այդ պնդումները։ Օրինակ գազի հետ կապված վերջին այսպես ինչ էին ասում, սպառնալիքները գազի գնի բարձրացման, դա չի կարող տեղի ունենալ, որտեղ նախ մենք պայմանագիր ունենք, պայմանագիրը կապված է նաև ԵԱՏՄ-ի հետ ու բացի այդ ինչքան ժամանակով է օգոստոսի, ես թիվը կարող չհիշեմ, բայց տարիներ կան դեռ, բայց 2025 թվականի հունվարի 1-ին
ԵԱՏՄ երկրների միջև պիտի կնքվեր էներգետիկ տարածքի պայմանագիր, որ բոլոր ԵԱՏՄ անդամ երկրներում էներգակիրները պիտի լինեն նույն գնի, գումարած տեղափոխում է, դա արդեն ուրիշ խնդիր է, ասենք նույնը Սիբիրում կարող է ավելի թանկ լինել, չգիտեմ, կամ Մոսկվայում ավելի թանկ լինել, եթե Սիբիրից եկածող գազն է, բայց մի արժեքի շուրջ պիտի լիներ ու դա Ռուսաստանի կողմից անընդհատ հետաձգվեց ու հիմա փաստացի չունենք այդ պայմանագրի, այնպես որ այդ ԵԱՏՄ-ն ինքը իրանով կարծում եմ արհեստականորեն արագ բոլոր մանրամասների մեջ չխորացած կառույց է իրավական առումով եւ ցանկացած պահի որևէ մեկի մոտ կարող առաջանալ որևէ խնդիր դա մտածված, երկար փորձարկված, հղկված ինքը այդպիսի կառույց չի այստեղ խնդիրներ միշտ առաջանալու են ինքը ԵԱՏՄ-ի մեջ այստեղ ուրիշ խնդիր կա, հա, եկեք մի հատ իրար հետ կապված հետաքրքիր մի թեմա բացեմ, եկեք այդ դրա շուրջ փորձենք խոսել, հա։ Լավ, եթե մենք պես պահում ենք այնպես ինչպես Բելարուսը, ասենք 1 տարի, 2 տարի հետո մենք վստահ ենք, որ մեր ապրանքները կարող ենք վաճառել Ռուսաստանում, հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի տնտեսության վիճակը։ Դա չի երևում, դա չի խոսում այդ մասին շատ, բայց մենք ունենք մակրոտնտեսական այնպիսի ցուցանիշներ մեր ձեռքի տակ, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը առաջիկայում կարող է ուղղակի չկարողանա գնել մեր ապրանքները։ Եթե վերցնում ենք օրինակ բյուջեի դեֆիցիտով, որը շատ կարևոր այսպես ցուցանիշ է, ամբողջ տարվա համար պիտի լիներ, եթե չեմ սխալվում, 4 տրիլիոն ռուբլի, ապրիլի 1-ի դրությամբ արդեն 6 տրիլիոն էր մոտավորապես, հիմա արդեն 7-ին է մոտենում, դա մի օր ինչ-որ տեղից դուրս է գալու, որովհետև տնտեսական օրենքները մոտավորապես նույն կոշտություն ունեն, ինչ-որ ֆիզիկայի օրենքներ, չեք կարող էներգիայի պահպանման օրենքը շրջանցել, նույնն էլ Ռուսաստանում որևէ երկրում տնտեսական օրենքներ չեք, եթե դուք փող եք տպում ամեն օր, չի կարող այդ փողը չարժեզրկվել, կարելի է արհեստական ինչ-որ միջոցներով դրա շրջանառությունը ինչ-որ դանդաղեցնել, այս անցքից մտցնել, այս մյուս անցքից հանել, ինչ-որ բան, ինչ-որ հիմա անում արդեն երկրորդ տարին Ռուսաստանի կենտրոնական բանկը, բայց դա ինչ-որ մի տեղից դուրս է գալու, չկա ուրիշ տարբերակ։ Ռուսաստանի տնտեսությունը գնում է շատ, այսպես խորը ճգնաժամի ճանապարհով։ Երբ դա կլինի, կարող է վաղը առավոտյան լինի, կարող է մի ամիս հետո լինի, կարող է 6 ամիս հետո լինել, բայց ռուս տնտեսագետները, նույնիսկ պրոիշխանական տնտեսագետները արդեն բարձրացնում են այդ դրոշը եւ զգուշացնում են բոլորին, որ այդտեղ լուրջ խնդիր կա, շատ լուրջ։ Պարոն Հակոբյան, ըստ էության հիմա երբ մենք խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, տեսաբանների, մեկնաբանողների, փորձագետների մեծ մասը հիմնական կախվածություն որպես Հայաստանից կախվածություն Ռուսաստանի նկատմամբ նշում են տնտեսականները։ Բայց պարոն Գևորգյանի այս ամբողջ խոսքը նրա մասին էր, որ այդ ռիսկերը, եթե ճիշտ հասկացա, ուռճացված են, եւ բ Ռուսաստանի ներսում արդեն իսկ կան այնպիսի խնդիրներ, որոնք որ չեն կարող չազդել այս հաշվարկի եւ այս փոփոխականների վրա։ Ինչ կասեք։ Դե մենք մեր տնային աշխատանքը պիտի կատարենք եւ այդ տնային աշխատանքը վերաբերում է ոչ միայն ռուսական շուկային, այլ նաեւ եվրոպական շուկային։ Մենք գիտեք, մենք նման ենք այն վատ ուսանողին, որ ամբողջ տարվա ընթացքում բան չի կարդում ու հետո քննությունից մի օր առաջ գիշերը կարդում է, որ ինչ որ մի ձև բրծնի էլի։ Հիմա գիտեք ինչ կա, այս 30 քանի տարում դու ոչ շատ բան չեն կարել մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, մեր ներդրողները, ես այստեղ չեմ ուզում մեր գործարարները, մեր արտադրողները, ես այստեղ չեմ ուզում մեր արտադրողներին շատ քննադատեմ, գիտեք ինչու, որովհետև այդ շուկան շատ ծանոթ շուկա է իրանց, ինչ որտեղ նաև հարազատ շուկա է, հեշտ շուկա է, այնտեղ մտնելը հեշտ է եւ նաև կա ավանդականություն, այսպես ասեմ, որովհետև
հայ շոկոլադ արտադրողը շատ հեշտ է իր շոկոլադը վաճառում Ռուսաստանում։ Էլ չասենք կոնյակ։ Հա, էլ չասենք կոնյակը, որովհետև ճանաչում են այդ ապրանք, դա հեշտ է, բայց պետք է այդ աշխատանքը անեինք։ Այսօր պիտի անենք, երեկվանից պիտի անենք եւ այդ ուղղություններով, այսինքն մենք պետք է փորձենք իրոք մեր ապրանքները համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին, որ մենք նոր մտածենք ոնց ենք կարողանում այս ամեն ինչը մի քիչ ավելի հեշտ հաղթահարել։ Պետքա հաշվարկը ճիշտ կատարել, պետքա նաև մենք գինը հաշվենք, թե ինչ գին ենք վճարելու այս ամեն ինչի համար։ Սա հաշվարկ է, մենք պետք է գինը հաշվենք։ Եթե մենք գնում ենք Եվրոպական միություն, ինչ ենք ստանում, ինչ ենք կորցնում, եթե չենք գնում, էլի ինչ ենք ստանում, ինչ ենք կորցնում, բայց ամեն դեպքում մենք մեր տնային աշխատանքը պետք է կատարել։ Ինչպես օրինակ, երբ որ միշտ խոսվում էր, ասենք, Եվրախորհրդին անդամակցելու մասին, մենք լրագրողներս միշտ ասում ենք, որ գիտեք ինչ կա, կարելի է Եվրախորհրդի անդամ չլինել, բայց ժողովրդավարությունը քո ներսում զարգացնել, նույնիսկ նաև տնտեսության հետ է կապված։ Բայց այս պահին, երբ որ իրոք կարող են լինել ֆորս մաժորային իրավիճակներ, ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է հնարավորինս օգնի եւ գյուղատնտեսության ոլորտում ներգրավվածներին եւ արտադրողներին, վերամշակման եւ արտահանողներին, որպեսզի այդ հարվածները մի քիչ ավելի մեղմ լինեն։ Իսկ այդ հարվածները լինելու են։ Հարվածները լինելու են, անշուշտ լինելու են, ցանկացած պարագայում են լինելու։ Ասում եմ կախված մեզնից, մեզից չկախված, օրինակ եթե Ռուսաստանը գնողունակությունը ընկավ, ինչ ուզում ես արա, չես կարող վաճառել, թանկ է լինելու քո ապրանքը, այդտեղ չեն գնելու, այնտեղ ընդհանրապես ոչ մեկի ապրանքը չեն գնելու, հա։ Այդ խնդիրը կա։ Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանը, ապա էլի լինելով այդ ոլորտում աշխատելով այդ աջակցությունը արդեն մի քանի տարի կա, հենց խոսքը օրինակ եթե խոսում ենք գյուղատնտեսության մասին, արդյունաբերական գյուղատնտեսության մասին է, որը սուբսիդավորվում է տոկոսները, Եվրամիություն եթե քո ապրանքը արտահանում ես, այնտեղ турքերը փոխհատուցում է, կարծեմ եթե չեմ սխալվում, նույնիսկ տրանսպորտային ծախսերի որոշ մասն է վերցնում իր վրա պետությունը ու եթե նայում ենք դինամիկան, հա, օրինակ արդյունաբերական այգիների մի քիչ բանա օտարահանչում է, բայց ինտենսիվ այգիները իրանք ասենք ծիրանի գործարան է, ոչ թե ծիրանի այգի էլի, այդ կոպիտ վերցնենք մի քանի անգամ ավելի բարձր բերքատվությամբ, որակը այսպես անվիճելի որակ, հա, հենց այդ այգիները, այդ ջերմոցները մեր որ նոր դաստիարակության ստանդարտներն են, որոնց մասին այդքան խոսում ենք։ Այո, ես դրա մասին ասում, մեր ինտենսիվ այգիների եւ նոր ժամանակակից ջերմոցների արտադրանքը ինքը մրցունակ է եվրոպական շուկայում։ Այստեղ գնի ինչ-որ խնդիրներ կլինեն, բայց կա նաեւ քանակի հարց, ասենք մեր հետ իրանք բանակցում են, օրինակ 30,000 տոննայից ոչ պակաս ծիրան արտահանել եմ, այսինքն դու գնաս ասես 300 տոննա ծիրան ունեմ, ուզում եմ բերեմ Եվրոպա, ոչ մեկ քեզ չի նկատի նույնիսկ էլի, այդտեղ շատ խիստ, այսպես տարանջատված է, շատ մեծածախ գնորդ, հետո մի քիչ մեծածախ գնորդ, այսինքն դու պայմանավորվում ես մի քանի տնտեսվարողների հետ Եվրոպայում, իրանք ասում են դու 30,000 տոննա ծիրան պիտի բերես այսօր, մի շաբաթ հետո 3 օր հետո, այսինքն այդ շատ հստակ մեխանիզմներ են, ուղղակի մեր բիզնեսը դրան դեռ սովոր չի մոտիվացիան, ինչպես ասեց Թաթուլը, չի եղել այդ մոտիվացիան, հա, այդ ուղղությամբ շատ ավելի արագ աշխատելու, բայց ես դա ուրիշ աշխատանքային էթիկա է։ Այդ էթիկա է, ստանդարտ է, հա, մտածելակերպ է, բայց այստեղ մի բան ես ուզում եմ անպայման ասել մեր տնտեսվարողների մասին, հա, ես չգիտեմ, ուղղակի հիանալ կարելի է մեր բիզնեսով, մեծով, փոքրով, միջինով, հա, այն արագ արձագանքը, որ մեր բիզնեսն է ունենում, այս բանի մեջ ես իրավիճակում, հա, օրինակ եթե մենք հիշում ենք 22 թվականի փետրվարը, պատերազմից անմիջապես հետո Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Ասիական բանկը, նրանք ովքեր կանխատեսումներ են անում Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ,
4.5% էր, եթե թվերի մեջ կարող եմ մի քիչ սխալվեմ, չեմ արդեն երկար ժամանակ անց է, բայց 4.5% էինք մենք դրել տնտեսության զարգացման, իրանք էլ համաձայն էին դրա հետ, մինչև այդ։ Դրանից հետո անմիջապես իջեցրին կանխատեսումը, հա, ասացին կառույցներից մեկը ասեց 1.5% կլինի տնտեսական աճը, մեկը 0.9%, մեկը 1.1%, ինչ որ այսպես մի քանի անգամ իջեցրին աճի կանխատեսումը։ Արդյունքը եղավ այն, որ ունեցանք շատ ավելի բարձր աճ, քան մենք էինք նույնիսկ կանխատեսել, հա, այսինքն նրա շնորհիվ որ բիզնեսը շատ արագ արձագանքեց։ Խնդիրը կարող են քննարկել, որ ինչ որ վերարտահանումներ արեցին, չգիտեմ, սանկցիաների բան եւ այլն, բայց փաստը է, նա, որ արագը բիզնեսը շատ արագ արձագանքեց, շատ արագ, ընդհանրապես մի քանի շաբաթվա ընթացքում արդեն տեսան այն հնարավորությունները, որոնք կան ու միանգամից արձագանքեցին դրան ու շատ լավ արդյունք ունեցան։ Ու ես չեմ կարծում, որ մեր բիզնեսը այս անգամ շատ երկար տվայտանքների մեջ կընկնի եւ այլ եմ ասում, ցնցումներ լինելու են, կոնկրետ տնտեսվարողներ հիմա շատ մեծ վնասներ են կրում, բայց դա ճգնաժամ, ցանկացած ճգնաժամ, ինչպես շատ հայտնի է, ոչ միայն խնդիրներ են, այլ հնարավորություններ եւ այդ հնարավորություններից շատ-շատերը կօգտվեն։ Գործընկերներ, կա ճգնաժամ, եւ ես ուզում եմ մի այսպիսի նախադասություն ասել եւ ձեզ հասնել վերաբերմունք այդ նախադասության վերաբերյալ։ Իմ ընկալմամբ, այս ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի վերաբերմունքը հետեւյալն է. մենք ոչ թե ուզում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզում, մենք ոչ թե ուզում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների որակապես նվազեցում։ Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը կարողանա դիվերսիֆիկացնել իր կախվածությունները, Հայաստանը կարողանա դիվերսիֆիկացնել իր գործընկերների թիվը եւ Հայաստանը կարողանա դիվերսիֆիկացնել իր շուկաները։ Դուք համաձայն եք, որ սա է Հայաստանի ուզած այս փուլը։ Հա, ես կարծում եմ, այո, իհարկե, Հայաստանի ուզածը սա է։ Եվ նաեւ գիտեք ինչ կա, ես նաեւ ուզում եմ, որ շատ հաճախ եթերներից, տարբեր եթերներից մեր ժողովրդի ականջահաճո բաներ են ասում։ Ես կարծում եմ մենք պետք է շատ ազնիվ լինենք, օրինակ ասենք, որ գիտեք ինչ կա, Եվրամիության ճանապարհը մի 15-20 տարվա ճանապարհ է։ Պետք չի մարդկանց այդպես բաներ կա։ Շատ լավ, պարոն Հակոբյան, ես եթե ցույց տակ վերադառնամ։ Հիմա մենք ֆիքսեցինք, որ մենք սա ենք ուզում։ Երկրորդ հարցը. վստահ ենք մենք, որ Ռուսաստանում ճիշտ են հասկանում, թե մենք ինչ ենք ուզում։ Այլ որ մենք սա ենք ուզում, մենք չենք ուզում դառնալ հակառուսական պլացդարմ, մենք չենք ուզում դառնալ Ռուսաստանի հետ զրո հարաբերություն։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանում ճիշտ են հասկանում, որ մենք ընդհանրապես ուզում ենք մեր արտաքին քաղաքականությունը եւ մեր կախվածությունները դիվերսիֆիկացնել։ Թե վստահ չենք, որ իրանք սա հասկանում են։ Չէ, դա հասկանում են, բայց իրենց քաղաքականությանը դա հակասում է։ Հասկանում են, բայց համաձայն չեն։ Իհարկե, եթե հասկանում են, բայց համաձայն չեն։ Ռուսաստանին չի կարելի այդպես բաներ վերաբերել։ Թերագնահատ ես ընդհանրապես ուզում եմ ֆիքսենք, որ իրանք հասկանում են, որ մենք սա ենք։ Միանշանակ հասկանում են։ Եվ եթե չհասկանային, իրանք Թուրքմենչայի մասին չէին խոսել, էլի, որի տարեդարձը կամ չգիտեմ ինչ բառ ուզում եք ասեք 2 տարի հետո է նշվելու կամ չի նշվելու, չգիտեմ։ 200 տարի առաջվա բաներ են։ Եթե մենք ուզում ենք արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, այլ ոչ Ռուսաստանի հետ զորայական հարաբերությունների չեղարկում, հակառուսական պլատֆորմ։ Եվ եթե Ռուսաստանում դա հասկանում են, բայց շարունակում են դրա դեմ պայքարել, սա բերում է իմ են նախասկզնական ուրեմն տեսակետի վերահաստատմանը, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների եւ մեր խնդիրների խնդիրը դա Ռուսաստանի հետ գաղութային քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ։ Որտեղ այն ինչ որ ուզում է Հայաստանը որևիցե կերպ հակառուսական չէ։ Դա ընդհանրապես չի տեղավորվում գաղութ մետրոպոլիա հարաբերությունների համատեքստում։ Ֆիքսում ենք սա։ Իհարկե, դա, այսինքն դա այնքան ակնհայտ բան է։ Ակնհայտա կարող ակնհայտա ձեր համար, բայց մենք թվում ենք ես որևիցե տեղ չեմ լսել, որ այս հաջորդականությամբ այս ամեն ինչը ֆիքսվի։ Դե ասվում է, որ մենակ այն փաստը, որ օրինակ ռուսները օգտագործում են բլիժնե զարուբեժը ձևակերպումը, օրինակ, դրա մասին է նաև խոսում։ Շատ լավ։ Այսինքն իրենք հստակ տարանջատում են մտցնում, կամ այդ հետխորհրդային երկիր ձևակերպումը, որ օգտագործվում է, իրենց սա մի անսովոր վիճակ է, երբ որ ես ասում եի, որ Ռուսաստանը շարունակում է մնալ
կայսրություն, ես նաև դա նկատի ունեի։ Ու դուք մի բանը շատ հետաքրքիր ասացիք, դուք ասացիք Խորհրդային Միությունը դեռևս չի փլուզվել։ Իհարկե չի փլուզվել։ Որտեղ իրանց մտածողության մեջ, իրանց մենթալում այո, չի փլուզվել եւ կա Հայաստան, որը որ իրանց գաղութն է եւ որը որ չի կարող ուրիշ հետ հարաբերություններ զարգացնել, որտեղ դա դեմա իրանց հետաքրքրությունը ինչքանով որ իրանք պիտի ուզենան։ Հա, իրանք պիտի։ Հիմա նշանակում է արդյոք այս ամեն ինչը, եթե մենք այս ամեն ինչը բերենք իր տրամաբանական եզրահանգմանը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը նշանակում է Հայաստանի անկախության կառուցում եւ դրա այլընտրանքը ըստ էության գաղութային համատեքստում մնալն է Ռուսաստանի հետ։ Դե շատ չի ուզենա ես այդպես բան անել, սրել անկյունները, չի ուզենա շատ սրել, բայց նաև կարող ենք այդ ձևակերպումը իհարկե տալ։ Սրա հետ մեկտեղ նաև ես չեմ ուզում ընդդիմադիր դաշտի խոսքը կրկնել, բայց նաև պետք է հստակ նաև սա էլ մենք պետք է մեր ժողովրդին շատ պարզ բացատրենք։ Հայաստանում Ռուսաստանի տնտեսական, քաղաքական եւ բոլոր ներկայությունների բացը լրացնելու է Թուրքիան։ Ես իհարկե չեմ օգտագործի երբեք թուրքական վիլայեթ ենք դառնալու կամ այդ խոսույթները, դրա մասին չի խոսքը, բայց նաև պետքա սա ընդունենք, որ ռուսական այդ սուրբ տեղը բաց չի մնալու, լրացվելու է այդ սուրբ տեղը, լրացվելու է մի քանի կոմպոնենտներով, բայց հիմնականում Թուրքիայով։ Դե նախ սկզբից ասացիք լրացնելու է Թուրքիան, հետո ասացիք հիմնականում։ Չէ, հիմնականում Թուրքիան, բնականաբար ես կուզեի օրինակներ լսել, էլի։ Դե հիմա օրինակ ես չեմ կարող բերել, բայց դրա օրինակը մենք կտեսնենք, շատ པարզ օրինակներ։ Ասենք մեր տնտեսության մեջ, հիմա մենք կարող ենք քննարկել լավ է թե վատ, այս մի կողմ եմ դնում։ Մեր տնտեսության մեջ թուրքական ներկայությունը կավելանա։ Կավելանա։ Հիմա ասենք ինչն է, չէ, հիմա էլ արդեն քիչ չի։ Գիտեմ, շատ լավ կես միլիարդը ահագին լուրջ չի։ Գիտեմ, իհարկե։ Այսպես ասենք, բայց եկեք մի բան ֆիքսենք, էլի, որ մինչև այս պահը ավելացել է շատ էական Միացյալ Նահանգների ներկայությունը, որտեղ վերջին 2 տարվա ընթացքում ես ընդհանրապես չեմ հիշում, որ Միացյալ Նահանգները որևէ պետության հետ 2 տարվա կտրվածքում այդքան խորացնեն իրենց հարաբերությունները։ Մենք սկսել ենք ռազմավարական երկխոսությունից, ստորագրել ենք իսկ ռազմավարական գործընկերություն, իսկ ուրեմն մայիսի ընթացքում ստորագրեցինք համապարփակ ռազմավարական գործընկերություն, դրանից ելնելով բոլոր հանգամանքներով TRIP-ը, որը որ շատ լուրջ ենթակառուցվածքային նախագիծ է դարել այլևս Միացյալ Նահանգների համար, եւ միջուկային ատոմականի հետ կապված խոսակցություն։ Այսինքն այս բլոկերով որ նայում ես, էականորեն ավելացել է Միացյալ Նահանգների դերակատարությունը։ Պարոն Գևորգյանը խոսում է նրա մասին, որ Եվրոպական միության հետ նրա արտարաշրջանառությունը կրկնապատկվել է։ Այսինքն նաեւ կներեք մասնաբաժինը, ճիշտ է, հա, մասնաբաժինը։ Այսինքն խոսել նրա մասին, որ հիմնականում Թուրքիան ալիներու ինձ թվում է ականջներից ցկած է։ Չէ, որովհետև Թուրքիան հարևան է, եւ դա բնական է։ Դա բնական է, բայց Թուրքիայի միջոցով էլ կան այլ հարևաններ։ Դե լավ կլինի, եթե մենք կարողանանք դիվերսիֆիկացնել, որտեվ եթե մենք խոսում ենք Ռուսաստանից կախվածության մասին, չընկնենք, էլի մեկ այլ, այսինքն հիմա մեր այդ ջարդուխուր տեղած ձվերը հիմա էլ չբռնենք մի հատ ուրիշ զամբյուղի մեջ դնենք, այո։ Եվ երկրորդը նորից եմ ուզում կրկնենք, որ մենք նպատակ չունենք զրոյացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն այդ քանի միլիարդ է, 7-քանից, չէ, եթե ճիշտ եմ հիշում։ Այո։ Այդ 7-քանից նես չի մենք ուզում ենք զրոյացնենք եւ բաժանենք մյուսների միջև։ 7 միլիարդի մի մեծ մասը դա այսպես ինչ որ բխբջակներ են, հա, գալիս Հայաստան գնում է հնայի վրա ոչ մի ազդեցություն չի ունենում, հարկեր չի, դրանից չի կուտակվում, ընդհանրապես տրանզիտ է ոնց որ այսպես, բայց օրենսդրությունը մեր ձևակերպումներն են, որ դա ձևակերպում է որպես բան, առևտուր։ Ես մի քիչ չեմ հասկանում այդ Թուրքիայի կողմից լցնելու բանը կանխատեսումը։ Ես օրինակ ես տեսնում եմ տեխնիկայի մասով թուրքական ապրանքներին էլեկտրատեխնիկական գործիքներ առումով, հա, թուրքականը բավական մեծ այսպես տեղ ուներ մեր շուկայում։ Հիմա ակնհայտորեն դա փոխվել է։ Հոգուտ օրինակ Չինաստանի, բայց չինական այն ավելի բարձրորակ ապրանքների բան, ասենք, չգիտեմ, հայերեն ոնց է, բալգար կա, դրել, չգիտեմ ինչ, հիմա հիմնականում չինական են ու բավականին բարձրորակ, քան նախկինում էին։ Այնպես որ այստեղ կամ բան է հագուստեղենի մասով։ Ես էլի տեսնում եմ, որ որոշակի մասնաբաժնի նվազում է տեղի ունենում Թուրքիայի
բանով Թուրքիայի մասով։ Այստեղ բայց նայեք, ես կարող եմ ցույց տալ մի օրինակ, թե ոնց կարող է Հայաստանը օգտվել այդ բանից, որ նայեք, օրինակ դուք արտադրում եք ծիրան, ու բայց ձեր ծիրանը քիչ է Եվրոպա արտահանելու համար։ Դու քո ապրանքը միացնում ես Թուրքիայում արտադրված ծիրանի հետ, համ իրա բանն է, ծավալներն աճում, համ էլ դու ես կարողանում իրանք ունեն, ասենք 10000 տոննա, 5000 էլ դու ես տալիս, կպցնում ես իրար, դարձնում է մի լոտ ու այդպես գնում է Եվրամիություն։ Ու դա արդեն խոշորի տակ է գնում։ Արդեն հա, արդեն էական չի, բայց հակառակ բան ես ճիշտն ասած այդքան էլ չեմ տեսնում։ Եթե ու այստեղ էլի քննարկում ենք այն հարցը, որ եթե Թուրքիան ուզում է գա գրավի մեր շուկան, ինչի է փակ պահում սահմանը։ Իմ համար Չէ, խոսքը ես այդպիսի բան չեմ ասում, չէ, ես չեմ, իհարկե, խոսքը դրա մասին, խոսքը հաշտ պարզ բանի մասին է, որ սահմանների բացումը, ռուսական ազդեցության թուլացումը բերելու է դրան։ Բայց ինչի ոչ Իրանի օրինակ դերի ավելացման։ Դե որովհետեւ այլ նաև բազմաթիվ այլ երկրների ազդեցություն։ Մասնավորապես երկու մեր հարևան երկրների, Ադրբեջանի եւ Իրանի։ Սրա հետ մեկտեղ իհարկե հակահայկական է հնչում, ով էլ որ ասի Ռուսաստանի հետ կապերի խզումը, որովհետեւ դա մեր շահերից է բխում։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ շատ այսպես բովանդակային բազմաշերտ խոսակցության մասին։ Այս խոսակցությունը չլիներ բազմաշերտ, որովհետև հայ-ռուսական հարաբերություններն են շատ բազմաշերտ։ Մենք կշարունակենք անդրադառնալ այս թեմային։ Ես հույսով եմ, որ ձեր կանխատեսումը այն մասին, որ ընտրությունների հաջորդ օրը մենք կտեսնենք բավականին լուրջ լիցքաթափում, հա, այն ռետորիկայի, այն խոսակցությունների, որոնք որ մենք տեսել ենք այս ամբողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների բովանդակության մեջ, դա կարևոր է իհարկե։ Հարգելի ուսանողներ, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։